Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր որոշել ենք ընկերներով գնալ քաղաքից դուրս և մեր հանգիստը անցկացնել այնտեղ բնության գրկում։ Ահա տեսեք, անցնում ենք այսպիսի գեղեցիկ դաշտերով։ Այև հասանք նշված վայր, այսպիսի գեղեցիկ բնություն, լիճ, այստեղ նաև ձուկ են որսում։ Իդեպ շատ հաճախ ենք լինում այստեղ։ Դե ինչ, սկզբի համար բնության գրկում կվայելենք այս համեղ սուրճը, հետո կանցնենք մյուս գործերին։ Իդեպ ասեմ, մեզ հյուրասիրելի են նապաստակ և մենք որոշել ենք այն պատրաստել բնության գրկում։ Եվ այսօր կպատրաստեն մեր տղաները։ Ահա տեսեք, մենք նույնիսկ մոռացել ենք տնից բերել գդալ, տղաները հաշված րոպեների ընթացքում պատրաստեցին այսպիսի փայտե գդալ։ Հիմա կսկսենք պատրաստել նապաստակը, տաքացված ձեթի մեջ կլցնենք մսի կտորները, կկարմրացնենք, կափարիչով կծածկենք, կեփվի, հետո կշարունակենք։ Կավելացնենք նաև 1 շիշ գարեջուր, կափարիչով կծածկենք և կշարունակվի եփվել։ Հետո կավելացնենք աղ պղպեղ ըստ ճաշակի և առատ սոխ, այսպես էլ ավելի համեղ է ստացվում։ Ահա և վերջ, մեր համեղությունը պատրաստ է, շատ համեղ է ստացվում, այնպես որ պատրաստեք, ձեզ շատ դուր կգա։ Ահա այստեղ մենք պատրաստում ենք նաև լոր, ահա տեսեք, այսպես լավ կարմրացրել ենք, գրեթե պատրաստ է, կավելացնենք նույնպես աղ պղպեղ ըստ ճաշակի և առատ սոխ։ Ահա տեսեք, նույնպես ստացվում է շատ համեղ, այսպիսի կարմիր, գեղեցիկ։ Էլ ինչ բնության գիրկ առանց խորովածի, իսկ վերջում էլ կպատրաստենք խորոված, խոզի միս և թևիկներ։ Ստացվում են այսպիսի գեղեցիկ կարմիր խրթխրթան և անչափ համեղ թևիկներ։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, քանի որ առջևում ունենք դեռ շատ համեղ և նոր բաղադրատոմսեր։